Երևանում նախատեսվում է սահմանափակել մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը խցանումները նվազեցնելու համար։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ներկայացնելով երթևեկության կառավարման նոր մոտեցումները։ Երևան քաղաքում այս պահի դրությամբ իրականացնում է մրցութային փուլում է գտնվում, իրականացնում է պիլոտային ծրագիր։ Տիգրան Ավինյանի խոսքով քաղաքում արդեն ստեղծվել է երթևեկության կառավարման կենտրոն, որը զբաղվում է թվային լուծումների ներդրմամբ եւ երթևեկության հոսքերի վերլուծությամբ։ Ավինյանի գնահատմամբ խցանումների հիմնական պատճառը վերջին տարիներին տնտեսական աճն է, ինչի հետևանքով զգալիորեն ավելացել է ավտոմեքենաների թիվը։ Միաժամանակ միայն հանրային տրանսպորտի զարգացումը բավարար չէ խնդիրը լուծելու համար։ Քաղաքապետը նշել է, որ նախատեսվում է կիրառել եվրոպական քաղաքներին բնորոշ մոտեցումներ, սահմանափակելով մասնավոր ավտոմեքենաների տեղաշարժը եւ ընդլայնելով հանրային տրանսպորտի առանձնացված գծերը։ Նախնական արդյունքները սպասվում են այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին, իսկ ծրագրի իրականացումը նախատեսվում է սկսել 2027 թվականից։